Բարի օր, Անրեն ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Հրաչ Արզումանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ Լևոն։ Պարոն Արզումանյան, քանի որ վերջին շրջանում այսպես այդ խոսակցությունը շատ է, ընդ որում շատերը ասում են, որ դա լավ է, որ այդ թեմայով շատ են խոսում, խոսքը վերաբերում է բանակին, ներբանակային խնդիրներին, մասնավորապես ոչ կանոնադրական հարաբերություններին եւ դրա արդյունքում արդեն որերորդ զոհը գրանցվեց ինքնասպանության կամ սպանության տրամաբանությամբ, բայց արդեն երկրորդական, երրորդական հարցեր են, բայց ուրախությամբ նշում են, որ շատ լավ է, որ բանակի թեմաները տաբու չեն, որպես ապացույց մատնանշում են այն, որ Պաշտպանության նախարարի մամլի խոսնակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն, եթե չեմ սխալվում, նախ ֆակտորում, հետո արդեն հանրային հեռուստաընկերությունում հանդես եկավ հարցազրույց պարզաբանումներով, բայց քիչ է մխիթարում, որովհետև զոհերը շարունակում են լինել եւ որքանով որ ես եմ տեղյակ, ամենայն դեպս ձեր աշխատությունների մեջ դուք ընդգծում եք, որ խնդիրը պետք է ու հնարավոր է լուծել միայն համակարգային փոփոխությունների միջոցով, այսինքն այն, որ ասենք օրինակ Պաշտպանության նախարարը հանդիպում է, ասենք սպայական եւ սերժանտական կազմի հետ բացատրական աշխատանքներ է տանում եւ այլն, դա համակարգային լուծում չէ, այսինքն խնդիրը դրանով չի լուծվում։ Ավելի շուտ դա համակարգային լուծումի տարրերից մեկը պետք է լինի, բայց դա համակարգ չի։ Դա համակարգային մոտեցում չէ եւ նման հանդիպումներով, նման փորձով փակել հարցը կամ շուտ լուծել չի ստացվել ցավոք սրտի, որովհետեւ դա ընդհանուր հիվանդություն է եւ դա հետևանք է սովետական, հետսովետական ռազմական մշակույթի, որը դեռ մնում է իշխող հայկական ռազմական ուժերում։ Մենք պետք է ուղղակի կոնստատացնենք, որ հայկական ռազմական ուժերը մնում են հետսովետական եւ սովետական իր ռազմական մշակույթով եւ մենք ժառանգել ենք այն հարաբերությունները, որ ընդունված էր զինվորի, սպայի, սերժանտի հետ։ Այսինքն նույն այդ Զեդավշինայից սկսած։ Դե չեմ ուզում այդ խոսքերը ասած լինեմ, վիրավորական է, բայց պետք է ընդունենք, որ դա մեր ռազմական ուժերի ստացած ժառանգությունը, որը մենք շարունակում ենք։ Եվ դա նշանակում է, եթե ուզում ես լուծում գտնել, դու ի սկզբանե որպես ղեկավարություն պետք է հասկանաս, որ լուծումը լինելու է համակարգային եւ ամբողջական։ Իր ամբողջականության մեջ դու չես կարող լուծել միայն զինվորի խնդրը, որի մասին մենք խոսում ենք, եթե չլուծես ընդհանուր հոգեբանական, տեղեկատվական հարաբերությունների խնդրը ռազմական ուժերում զինվորի, սպայի, հասարակության հետ։ Եվ փառք Աստծո Հայաստանում ռազմական ուժերը կտրված չեն հասարակությունից, հասարակության անբաժանելի մասն են, եւ այն բոլոր խնդիրները, որ կուտակված են հայկական հասարակության մեջ, իհարկե հասարակությունից կերից են ռազմական ուժեր։ Դե այնքան էլ փառք Աստծոյի տարբեր Չէ, փառք Աստծո, որովհետև կա երկրներ, որտեղ կտրված են, երբ ռազմական ուժերը իրանց կյանքով են ապրում, ճնշողական կամ պրոֆեսիոնալ ռազմական ուժեր են, որը հասարակության վրա ազդեցություն չունեն, փառք Աստծո, մեր ռազմական ուժերը ազդում են հասարակության վրա, եւ հասարակությունն է ազդում ռազմական ուժերի վրա, եւ այստեղ խնդիրներ են առաջանում, որովհետև ռազմական ուժերը ստիպված են լուծել ոչ թե միայն զուտ ռազմական խնդիրները, որը յուրահատուկ են ռազմական կազմակերպության համար, բայց իրանք ստանում են նաև հասարակությունից եկած խնդիրները։ Մենք անցել ենք 2020-23 թվականի պատերազմի երկրորդ Արցախյան արշավից եւ ողջ հայ ազգն է հիվանդ։ Ողջ հայ ազգն է հոգեբանական խնդիրներ ունի, հետպատերազմական սինդրոմների մեջ ենք։ Եվ այդ խնդիրները ոչ մեկը չի առաջանում։ Ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Մենք չունենք համապատասխան քանակի հոգեբաններ, որ այդ խնդրով զբաղվեն, որ սկսեն զբաղվել հայկական հասարակության հետ, հայ ազգի հետ։ Մենք ավելի շուտ ստացվում է, որ մենք մի կողմից բանակի վրայի այդ տաբուները հանել ենք, բանակի մասին խոսում ենք, բայց դրա փոխարեն այլ տաբուներ ունենք, մենք չենք խոսում մեր խնդիրների մասին։ Մեր խնդիրների մասին եւ այդ խնդիրները կան։ Եվ այդ խնդիրների դրվածքը, լուծումները դու պատրաստ չես ազգի մեջ լուծել, այսօր իշխանությունները, պետությունը փորձում է դրա մասին չխոսել, բայց դրանից խնդիրները չեն գնում, դու գիտեք, որ նման խնդիրները ներքում պահվում են եւ դառնում են լրիվ ուրիշ խնդիրներ, պայթում է վերջում։ Եվ այդ պայթված էներգիան, բացասական էներգիան գալիս է ռազմական ուժեր
եւ ռազմական ուժերում այդ խիստ կազմակերպության մեջ ստանում է ուրիշ որակ։ Եվ ամեն ինչը պայթում է, ի վերջո չի կարող չպայթի։ Եվ այստեղ եթե ուզում ես լուծում գտնես, դու առաջինը նորից եմ կրկնում, պիտի հասկանաս, որ այստեղ լոկալ լուծումներ չի լինելու։ Դա նշանակում է դու ռազմական ուժերում պիտի սկսես փոխակերպումներ, որտեղ հոգեբանական հարցերի լուծումը, ոնց է հարաբերությունը զինվորի, սպայի, սերժանտի հետ, ոնց է հարաբերությունները զինվորի ռազմականին, որը ույսերի վրա պագոն է կրում եւ հասարակության հետ, որն է դերը։ Մինչև այդ հարցերը չդնես, մինչև այդ հարցերի լուծում չտաս, ի վերջո այդ զինվորը ում է պաշտպանում։ Ինչի համար է ինքը գնում մարտականի ծառայությունը, հերթապահությունը կատարելու համար։ Եթե այդ հարցերին դու որպես ազգ, որպես հասարակություն պատասխան չես տալիս, սպան պիտի պատասխան տա։ То есть մի քիչ եւ լավ է ստացվում եւ վատ է ստացվում, սպան դառնում է եւ սպա, դառնում է եւ հայր, դառնում է եւ ընտանիքի մեծ, որովհետեւ ինքը այդ ընտանիքը ընդունում իրան, եւ քո սպանել չի պատրաստման մոտեցման։ Քո սպան նույնիսկ ռազմական, սովետական ռազմական մշակույթի մեջ է։ Իրան ոչ մեկը չի սովորացնում Լևոն։ Ես մի քիչ խորացել եմ ներեցեք։ Ես ում մի քիչ էլ խորանանք, տեսեք։ Երբ խոսում ենք, ասենք 90-ական 2000-ական թվականների զինված ուժերի մասին, այնտեղ հասկանալի էր, որ կար այսպես սպայակազմի երկու տարբերակ։ Առաջինը, որը կրթություններ ստացել եւ սպայր դարել ըստ էության խորհրդային ժամանակահատվածում, երկրորդը Արցախյան առաջին պատերազմի վետերաններն էին, որոնք այսպես ասեմ, մի մասը թաղի լավ տղերք էին, որոնք զենք վերցրեցին, պատերազմի ժամանակ հասան սպայական կոչումների, հետո մտան բանակ, բնականաբար իրենց հետ բերեցին այն ամբողջ ենթամշակույթը, որի կրողն էին իրենք, այսինքն այդ քրեական, գողական ենթամշակույթը մտավ բանակ։ Դրան գումարվեց նաև խորհրդային։ Հիմա դրանից անցել է արդեն 30 տարի, 30 տարվա ընթացքում ես մի քիչ դժվարանում եմ հիշել հիմա սպաներ, որոնք դեռևս խորհրդային կրթություն են ստացել, բայց այս ամեն ինչը մնացել է բանակի ներսում, արմատացած մնացել է ոնց այդ դեպքում։ Որտեւ մեր հիմա սպայական կազմը մեծ մասը կամ որ ժողովրդական լեզվով դրսերում է մի մասը կրթություն ստացել, բայց զգալի մասը Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի շրջանավարտներ են կամ Մոնթե Մելքոնյան վարժարան։ Ես հիշում եմ այդ ժամանակ, ես ծառայում եմ պաշտպանության բանակում այդ ժամանակներում, երբ այդ մշակույթը մտավ բանակի մեջ, այն ժամանակ ղեկավարությունը հասկացավ, որ դարան ընդունելի է եւ մոտորապես պաշտպանության բանակում 97-98 թվականներին այդ քրեական համակարգը մշակույթը ջարդվեց։ Կարելի ասել բառի բուն իմաստով ջարդվեց, այդ բոլոր ավտորիտետներին ջարդեցին, ոչնչացրեցին եւ ռազմական վերտիկալը վերականգնվեց, սպան դարձավ սպա եւ այդ խնդիրները լուծվել են 2001 թվականին այդ խնդիրները արդեն պաշտպանության բանակում չեն եղել։ Այդ խնդիրների լուծումը կամ շատ խիստ են ջարդելով եւ պատերազմից հետո խիստ պայմաններում այդ հնարավորությունը ունես։ Բայց հետո երբ դու բանակում պատասխաններ չես տվել, երբ քո բանակը սկսել է լճանալ, հաղթանակի վրա նստելով, կայֆերի մեջ մտնելով, այդ բոլոր խնդիրները հետ են եկել։ Որտեղ այդ խնդիրները մի քիչ առաջ խոսել եք, դա հայկական հասարակության խնդիրներն են։ Եթե դու ռազմական ուժերում չես դնում քո ռազմական մշակույթը, ինչու համար է ծառայում սպան, ինչ ես դու պաշտպանում եւ խիստ չես ձևավորում այդ գաղափարախոսությունը, այդ մշակույթը, հանուն ինչի ես այդ ամեն ինչ պահում, իհարկե այդ վակուումի մեջ ձևավորվում է ուրիշ մշակույթ։ Եվ ժողովրդական այո քրեական մշակույթը, դա բնական է, նորից եմ կրկնում, ցավոք սրտի, եւ դրա հաղթահարելու համար նորից եմ կրկնում, դու հեշտ լուծումներ չունես։ Դու պետք է կարողանաս ձևավորես գաղափարախոսություն, ինչի համար է քո ռազմական ուժերը, հանուն ինչի են պաշտպանում։ Խոսքեր որ մենք պաշտպանում ենք հայրենիքը, դա քիչ է, ինչ է հայրենիքը։ Որտեղ է սկսում քո հայրենիքը, որտեղ է վերջանում քո հայրենիքը, ով է մտնում քո հայրենիքի մեջ։
Ոնց ես դա կառուցում։ Նման գաղափարախոսություն դու պարտավոր ես ձևավորես։ Բացի դրանից դու ձևավորես ռազմական ուժերում հնարավորություն, կառույց, որը հետևում է զինվորների հոգեբանական վիճակին, դա բոլորը կայացած ռազմական ուժերու անբաժանելի մասն է։ Դա ընդունված չէ սովետական բանակում, որտեղ պոլիտրուկներ, քաղաքական ուղղությամբ զամներ այդ հարցերը լուծում, այդտեղ համակարգ չի եղել, համակարգը ուրիշ խնդրեմ էր լուծում, եւ դու ժառանգել ես այդ համակարգը։ Բայց կառուցել ռազմական հոգեբանների կառույցներ, դու կարող ես շտատներ դնես, բայց այդ շտատների վրա աշխատող սպաներին պիտի պատրաստես, դա մեծ աշխատանք է, Լևոն։ Հավատացեք ինձ խոսքերից, ես չեմ ուզում խորացած լինեմ, խնդրի նկարագրումը մի հարյուրավոր էջեր կզբաղեցնե, որ թե փորձես համակարգային լուծումների գնահատական տաս եւ ձևավորես։ Բայց մինչեւ դու չձևավորես այդ հոգեբանական, տեղեկվակական ազդեցությունը քո զինվորի վրա, ոնց ես դու հաղթահարում, ոնց ես ուղեկցում, ոնց ես իրան օգնում հաղթահարել ճգնաժամերը, ներքին ճգնաժամները, հասարակության մեջ ճգնաժամները, դու խնդրի լուծում չես տանալու։ Բայց դա փաստորեն բերում է նրան, որ դու պիտի հրաժեշտ տաս հետսովետական ռազմական մշակույթին։ Դու վերջո պիտի համաձայնվես, որ ուրիշ ելք չկա։ Դու պիտի փոխես այդ մշակույթը։ Դու պիտի փոխես այդ հարաբերությունը, որ դրա միակ տարբերակը պրոֆեսիոնալ բանակի անձը։ Պրոֆեսիոնալ բանակը քեզ համար լուծում չի, եւ պրոֆեսիոնալ բանակի լուծումը աշխարհով հեռու են գնում, այդ չի լուծում այդ խնդրեմը, Լևոն։ Այսօր կարող եմ Միացյալ Նահանգների Աբրահամ Լինկոլնի խնդիրները, որ այնտեղ առաջացել են հոգեբանական, երբ առաջ են գալիս, այնտեղ այդ խնդիրները նորից եմ կրկնում, կախված չէ, առաջինը պիտի պրոֆեսիոնալն է, իհարկե, եւ պրոֆեսիոնալի մեջ դու պարտավոր ես ձևավորես համապատասխան ծառայություն։ Եվ այդ ծառայությունում պիտի աշխատանքի մեջ պիտի մասնակցեն եւ սպան, եւ սերժանտական, դա սերժանտական կառույցները եւ հոգեբանականները Հայաստանի հոգեբանական այդտեղ ավելի շատ պիտի աշխատի դա սիրակչական գործոնը, թե պատժիչ մեխանիզմները։ Չէ, այդտեղ երկուսն են աշխատում, առաջինը պատժիչ է, այդ վերջինն է, պատժիչը ինչ չէ այդ արկում։ Եթե հասել ես մինչև պատժիչին, դու արդեն պարտվել ես։ Դու պիտի կառուցես համակարգ, որը հնարավորություն տալիս մոնիտորինգի, ընդհարկի, զինվորական ծառայողության մեջ գտնող կոզյոնալ ինչ վիճակում են, որտեղ ես գիտեմ, ներեցեք, որ 90%-ը որ տեղի անում այդ զուտ բնական ենկանիքից եկած խնդիրներ են։ Հայրիկս ինչ է արել, մեկը ինչ արել։ Դու պիտի կարողանաս կառուցես այնպիսի համակարգ, որը այդ մոնիտորինգ պիտի անի եւ այդ զինվորին օգնի այդ վիճակից դուրս գա։ Երբ տեսնում եւ խնդրեմը առաջանում, այդ խնդրեմը հաղթնաբերի, դիագնոստիկա դանի եւ հետո գտնի մասնագետներ ոչ թե ռազմական ուժերում մասնագետներ դժվարներ գտնելու։ Հայաստանում մի տասնյակ նալներով։ Եվ իրանց արդեն հանձնել այդ զինվորին, որ իրան օգնեն այդ վիճակից դուրս գալ։ Դες նորից եմ կրկնում երրորդ անգամ լուծումները միայն համակարգային են, լուծումները միայն ամբողջական են եւ այդ լուծումները փառք Աստծո կամ ցավոք սրտի ոչ թե միայն ռազմական ուժերին են, բայց հայ հասարակության եւ հայ ազգի խնդիրներն են այսօր։ Դրա համար դու չես կարող լուծումները տաս միայն ռազմական ուժերում, մոռանալով այդ հարցերի պատասխանը հասարակությունում եւ ազգի մեջ։ Եվ այդ ամբողջականության արժեվ դու կանգնած ես, եթե դու իրոք ուզում ես սկսես փոխակերպել քո ռազմական ուժերը։ Մի շատ կարևոր բան էլ ասացիք, այդ էլ քննարկենք ու այս թեման թերևս ժամանակավորապես դնենք մի կողմ։ Դուք ասացիք, որ զինվորը պիտի իմանա ինչ է հայրենիքը, որտեղ է սկսվում այդ հայրենիքը, որտեղ է ավարտվում այդ հայրենիքը։ Հիմա տեսեք, մեր քաղաքական դաշտում այդ անդադ այդ դիսկուրսը կա, իշխող քաղաքական ուժը ասում է հայրենիքը դա պետությունն է եւ այն կազմում է 29743 քառակուսի կիլոմետր, անդիմությունը ասում է, չէ, գիտեք ինչ կա, հայրենիքը այդտեղ չի, հայրենիքը տարբեր գնահատականներով, մի մասի մոտ սկսվում է ջրականից, մյուս մասի մոտ ավարտվում է Մուշարալաշկերտ Արդահան, այդ տարբերակով հիմա այդ զինվորը, որ այդ ամեն ինչը լսում է, ինքը ինչը պիտի պաշտպանի։ Ապրեք, դու այն հարցն եք տալիս, որը պատասխանը մենք որպես ազգ չունենք։ Մինչև դու այդ պատասխանները չձևավորես որպես գաղափարախոսություն, որը ընդունում է քո ազգի մեծամասնությունը, ոչ թե իշխող ուժը, ոչ թե ինչ որ վերնախավը, բայց ազգը, դու այդ խնդիրները լուծել չես կարողանալ, Լևոն։ Դու կարող ես հորինես ինչ որ գաղափարախոսությունները թղթի վրա գրես, բայց ես խոսում եմ իրական գաղափարախոսության մասին, այն գաղափարները, որը քո ազգին ներշնչում են եւ սրտում, հոգում, արձագանք են ստանում։
եւ մտածել, որ այդ հարցերը կարող ես չբարձրացնել եւ պատասխան չտալ եւ կառուցել պետություն, կառուցել ռազմական ուժեր, դա նաիվ է։ Այդպես չի լինելու։ Ինչքան դու հետաձգես այդ հարցերի դնումը եւ պատասխանը նորից ենք որպես ազգ, ոչ թե որպես իշխող ուժ, ոչ թե որպես ընդդիմություն, այդ բոլոր բաները պիտի անես մեկ ազգային մասին է խոսում, ազգային նպատակների մասին է խոսում, քաղաքական իշխանություն այդ ներքևում է։ Եվ այդ խնդրեմը պիտի դնվի։ Ինչ է Հայաստանը։ Ես համաձայն չեմ, որ Հայաստան, ասենք, այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, որը ունի ոչ թե սահմաններ, բայց շփման գծեր, որտեղ քո գծերը շփման գծերը ձևավորել ռազմական գործողությունների հետևանքով 1918-21 թվականից հետո, այսօրվա վերջի պատերազմից հետո, դա շփման գծեր են։ Դու պատերազմի մեջ ես։ Գծեր ունես երևի կարելի ասել Վրաստանի հետ միայն որտեղ մի քիչ կայուն կարելի է։ Մնացածը շփման գծերը եւ քո տշնամին դրա մասին քեզ հրապարակորեն ասում է։ Իմ կարծիքով մենք պետք է այդ խնդիրը դնենք համաաշխարհային հայ ազգը որպես գլոբալ երևույթ, որը ունի պետություն, պետականություն, բայց նա չէ, բայց դրանից եկա գլոբալ երևույթ է, որը համաշխարհային է, որը ներկայանում է ողջ աշխարհում եւ ունի շահեր եւ պարտականություն ողջ աշխարհում։ Ես այն կողմնակից եմ գաղափարախոսության, որ մենք որպես ազգ ավելի մեծ է, քան թե մեր պետությունը։ Մեր պետությունը անհրաժեշտ է պետք ունենաս, բայց դու փոքր հայ ազգ ձևավորել չես կարող։ Դու Ես 15-16 տարեկան եմ, ես հիշում եմ մարդկանց, որոնք 90-91 թվականներին ասում էին նույն բանը, որ մենք պետք է հասկանանք, ընկալենք, որ ինչ ենք մենք որպես ազգ, քաղաքական ազգ որպես եւ ըստ այդմ առաջնորդենք 35 տարվա մեջ ըզես ինչու դա չհաջողվեց անում ձևակերպել ինչու չդառավ որովհետեւ մենք հաղթել ենք ցավոք սրտի այդպես մի քիչ պարադոքսալ կդա մենք հաղթել ենք պատերազմում եւ հաղթելով պատերազմում չեք սկսել ձևավորել պատասխան այն խորքային խնդիրները որը կարող ես դնես եւ ուտես սկսես լուծել այդ խնդիրների կոմպրոմիսը բալանսը մենք անկախության հռչակագրի մեջ եք դրել որ այդտեղ այդ բալանսը ինչ ես դու որպես Հայաստան հետաձգել ես միացումը դրել ես բայց վերջնական պնդում չես դրել բայց հաղթանակը քեզ տալիս է ժամանակ եւ մեկ այդ ժամանակը 35 տարի փոշիացրեք եւ հետո պարտությունից հետո պարզվեց որ այդ հարցերը կան եւ այդ հարցերի պատասխանը դու պիտի առաջինը կարողանաս դուրս գաս այդ ջարդված վիճակից եւ ջարդված վիճակի պատասխանը պիտի լինի ոչ թե համակերպվես քո պարտության այս պատերազմության առաջի պարտությունը ինչի կհաղթես հետո բայց հասկանաս ինչու համար ես պարտվել ես որովհետեւ դու չես ուզեցել չես համարձակվել պատասխանել հարցին ինչը երեք այսօր Սևան Մայրուղու վրա մոտավորապես գլխի ընկա մենք ինչու չենք հաղթել առնվազն թե ինչու ենք այդ հարցը չես դրել Լևոն հասկանում եք Դրա համար մինչև այդ հարցը այդքան միաժամանակ մարդկանց տեսնել հայերի, որոնք այդքան թքած ունեն իրար վրա, ինչքան այդ Մայրուղու վրա, հնարավոր չի որևէ այլ տեղ։ Դա հետևանք է պարտության, հետևանք է այն դեպրեսիվ վիճակին, որի մեջ գտնում եք, հետևանք է այն ամեն ինչին, որը բանակում մենք դրանից ենք սկսել խոսել, բերում է այդ անընդունելի հետևանքներին։ Դրանից ինչևէ, ինչ ունենք էսա, հիմա Անունը կդնենք սահման, թե կդնենք շփման գիծ, որը ձևավորվել է 1918 թվականից մինչև 2026 թվական, այդ սահմանները պահելու համար անհրաժեշտ են զինված ուժեր, այդ զինված ուժերին անհրաժեշտ է զենգզինամթերք, այդ զենգզինամթերքը չպիտի կախված լինի մեկ կենտրոնից, որ այ ես կուզեմ կտամ վաղը չեմ ուզի, այսինքն խոսքը վերաբերում է դիվերսիֆիկացիային։ Հիմա այդ process-ի մեջ ենք ակտիվ, ընդ որում երկու ուղղությամբ, առաջինը այդ դրսից նոր գործընկերներ գտնել, ընդ որում երկուսը հատկապես շատ ակտիվ են այդ իմաստով, Ֆրանսիայի Հանրապետությունը եւ Հնդկաստանը, ընդ որում Հնդկաստանի պաշտպանության նախարարը, եթե չեմ սխալվում, 3 առաջորդներ Երևան ժամանել, ենթադրում եմ, որ այնտեղ նաեւ քաղաքական կոմպոնենտ կա հաշվի առնելով Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա այդ նոր դաշինքը դրա մասին էլ դուք վստահ եմ կխոսեք հիմա այդ եւ երկրորդ ուղղությունը բնականաբար դա ներքին շուկան է ռազմարտունաբերության ոլորտը նկատի ունեմ որտեղ պետությունը պատվիրում է կամ ռազմարտունաբերության ոլորտը առաջարկում է պետությունը առնում է գնում է կամ չի գնում հիմա այդ երկու գործընթացները այսպես կողքից շատ չխորանալով որքանով են հաջողված այս բանը Հաջողված դժվար է ասել, ես չեմ կարող ասել, որովհետև ես նրբությունները չգիտեմ, այդ process-ները բոլորը փակ են գնում, ես կարող եմ կողքից ենթադրությունների մեջ մտնել, դրա համար դժվար է ասել ինչքան հաջողակ է, բայց այն որ երկու ուղղություններ, երեք ուղղությունները պիտի անպայման զարգացնես, այդտեղ
երկու պատասխան չի կարող լինել։ Այո, դու պիտի ամրապնդես քո հարաբերությունները Ֆրանսիայի հետ, այո, դու պիտի ամրապնդես քո հարաբերությունները Հնդկաստանի հետ, եւ դա ոչ թե միայն ռազմական խնդրեմ է եւ ռազմաքաղաքական է, բայց նաեւ աշխարհաքաղաքական խնդրեմ է։ Հնդկաստանը բարձրանող աշխարհաքաղաքական ուժային կենտրոն է եւ Հնդկաստանը հետաքրքրված է նրանով, որ ինքը դառնա աշխարհաքաղաքական կենտրոն եւ ինքը ուզում է լայնացնել իր ազդեցությունը եւ այստեղ Հնդկաստանը եւ Հայաստանը կարող են լինել բնական դաշնակիցներ, որտեղ եւ Հնդկաստանը եւ Հայաստանը ունեն նույն թշնամիները, փաստորեն Թուրքիան, Պակիստանը եւ մենք այդտեղ կարող ենք հաջողության հասնել, եթե հայկական կողմը պատրաստ լինի հարաբերությունների ուրիշ մակարդակի վրա։ Դες մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է փորձենք շարունակենք ամրացնել մեր հարաբերությունները Արևմուտքի հետ, Եվրոպայի հետ եւ Միացյալ Նահանգների հետ, բայց եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները անհասկանալի վիճակում են, ինչ է Միացյալ Նահանգները այսօր շատ դժվար ասել, ու որ ճանապարհը կընտրի վերջո ամերիկյան հասարակությունը establishment-ը վերնախավը քաղաքական Միացյալ Նահանգները մնաց 2 ամսից կհասկանանք։ 2 ամսից կհասկանանք, բայց այդ ունենա միջանկյալ պատասխանն ալնելու։ Ի սկզբանե ի վերջո Թրամփը 2 անգամ հաղթեց, դա նշանակում է հասարակության մեջ խնդիրներ կան։ Մի ամերիկյան հասարակություն իրոք կիսված է։ Եվ որ կիսը որ այսօր կողքից նայելով շատ դժվար ասել է։ Բենզինի գինը որ մի քիչ էլ թանկ է, այդ կարող է ստացվի, բայց կարող է ուրիշ լինի, պետք է սպասենք։ Այստեղ երկար է։ Եվրոպան նույն ձևի անհասկանալի վիճակում է, Եվրոպան այդ եվրոպական շուկան է, Եվրոպան դա ՆԱՏՕ-ն է, որը հետարքիր վիճակում է եւ կարողանա եվրոպական շուկան եւ ՆԱՏՕ-ն միավորվեն եւ Եվրոպան դառնում է ուժային կենտրոն, աշխարհաքաղաքական ոչ թե միայն շուկա, ոչ թե միայն Միացյալ Նահանգների ճակատներում կցոր, դա մեծ հարց է, որի պատասխանը չկա։ Ես կուզենայի, որ դա ձևավորվի, այդ ժամանակ մենք ունենք ավելի լավ շանսեր միանալ Եվրոպային որպես ուժային կենտրոն։ Մեծ երկու ուղղության վրա եթե անորոշություն է, որտեղ աշխատանքը շարունակում է, բայց ես կարող եմ ասել հաստատ, որ Հնդկաստանը բարձրանալու է։ Հնդկաստանը հզորանալու է։ Հնդկաստանի հետ դու ունես ավանդական լավ հարաբերություններ, պատմական լավ հարաբերություններ։ Հնդկաստանում դու ունես լավ անուն։ Եվ ունես հնարավորություն 1 միլիարդանոց շուկայում գտնել քո տեղը եւ կառուցել ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական կենտրոններ, հարաբերություններ։ Եվ դու պարտավոր ես քո դիվանագիտությունը, քո քաղաքական ոլորտը պարտավոր է իմ կարծիքով այդ հարաբերությունները ձևավորել ուրիշ մակարդակի վրա։ Այստեղ կա մի փոքր նուրբ մոմենտ, որտեղ Հնդկաստանը իր ձևավորումը միջազգային ասպարեզում որպես քաղաքակրթություն եւ բոլորն են ընդունում։ Դա նշանակում է դու որպես Հայաստան պետություն, դու նույն ձևի պիտի վերահիշես, որ դու ես քաղաքակրթություն, վերականգնես այդ չափումը քո կյանքի եւ Հնդկաստանի հետ խոսել հորիզոնտալ։ Աշխարհաքաղաքական ոլորտում դուք հզորության առումով դուք իհարկե քաղաքակրթական իմաստով քաղաքակրթական դու կարող ես հավասարի հետ կառուցել այդ հարաբերությունները, բայց պարտադրում է հայկական կողմից ձևավորել ինչ է Հայաստանը որպես քաղաքակրթություն 21 դարում։ Վերջի ժամանակներում ես վերջի մի տարին բավականին շատ էներգիա եմ դնում այդ հարցի պատասխանը ձևավորելու համար, որտեղ ոչ թե դա ինձ համար հետաքրքիր է, այստեղ տասնյակ տարիներ զբաղվում եմ, բայց ես ուղղակի տեսնում եմ ելնելով այն process-ների, որը գնում են միջազգային համաշխարհային ասպարեզում, դա ուղղակի անխուսափելի է դառնում։ Հայաստանը պետք է կարողանա ձևավորի իր տեղը ու դերը 21 դարում որպես քաղաքակրթություն։ Ինչպես։ Այդ հարցի պատասխանը մի քիչ ուշ կխոսանք, բայց հույսով եմ, որ մենք կարողանանք ձևավորենք պատասխանը նաև 21 դարում երրորդ հազարամյակում։ Առաջի հազարամյակում քրիստոնյան դարը որ սկսել, մենք ձևավորեցինք պատասխան, բայեցինք պետություն, կառուցեցինք եկեղեցի եւ 2000 տարի ունեցանք զարգանալու, պայքարելու։ Հիմա նույնապես մարտահրավեր է Լևոն։ Դες մեզ մոտ մի քանի մարտահրավեր է, 35 տարվա մարտահրավերը մեծ սովետական Հայաստանի, վերականգնված պետականության 100 տարվա պատմություն առաջի հանրապետությունը վերանայեք ինչ է եղել։ Պետությունը կորցնելուց 15-16 դարից սկսած քո փոփոխությունները եւ դու Կիլիկիայի թագավորությունը կորցրել ես, ինչ ես ունեցել եւ ոչ թե միայն Վեստֆալյան համակարգի փոխակերպումը կարող տեղ ունենալ, ես վախել չեմ ուզում, բայց կարող է պատահել ավելի խորքային խնդիրների, մարտահրավերների առաջ է կանգնած։ Ուստի պետք է աչքերը բարձրացնել այսօրվա այդ փոքր, բայց շատ ցավալի խնդիրները, բայց իրանք փոքր են ոչ թե որովհետև
փոքր է մասշտաբով դու մի անգամից կանգնած ես մի քանի խորքայի եւ մասշտաբային խնդիրների առջեւ եւ այդ փոքր խնդրի լուծումը համար դու պետք է մեծ հարցի լուծումը տաս ինչ է Հայաստանը իմ պատասխանը Հայաստանը դա քաղաքակրթություն է որը շարունակում է իր ճանապարհը եւ իմ պատասխանները զինվորին սկսում եմ կառուցել այստեղից եւ ես խոսում եմ սպայերի հետ խոսում եմ զինվորի հետ կես բերանից համաձայնության է գալիս որ այսպես է կես բերանից համաձայնություն են գալիս Կոստան Զարյանի հետ Շիրազի հետ Սևակի հետ իմ եկեղեցու հետ ես այդտեղ խնդրեմ չունեմ որպես անձնավորություն որպես գիտնական փորձագետ որպես հայ եւ ես մտադիր եմ լուծումները գտնել այս շրջանակի մեջ իմ կարծիքով մենք այստեղ ավելի շուտ հաջողության կհասնենք քան թե փորձեք հայ ազգին ահրելի մեծ ազգին ահրելի մեծ ժառանգությամբ սեղմենք փոքրացնենք եւ այս գերեզմանատանը ոնց ասել են թուրքերը այս գերեզմանատանի համար հերիք է պետք է դուրս տակ այս շրջանակին այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի եւ մենք պատասխանները կձևավորենք բայց սադներն է որ ախր մեր հայրենակիցների մի մասն է Հայաստանը որպես գերեզմանատուն ընկալ իմ կարծիքով դա փոքրացություն է շատ փոքր մի 5-3-4-5% է իմ կարծիքով իմ 3 ես ուզում եմ ես չեմ ասում համեմատության համար բայց այդ քոսոտ ոչխարները ամենաբարձրն են մայում այդ երկրորդական խնդրեմը այսօր ինձ համար հիմնականը քաղաքակրթության մոտեցումը ձևավորել եւ իմ ներքին համոզմունքն է ես չգիտեմ իհարկե որ իմ ազգը կընտրի այս մեծ ճանապարհը կվերահեշի այդ մեծ ճանապարհը իսկ ձեր խոսքն այդ քոսոտները կան բոլոր քոսոտները տականքները կան բոլոր ողջ հասարակությունների մեջ կա մեծերը կա միջինը եւ կա տականքները Նժդեի խոսքերը հայկական տականքի մասին հայտնի են դրա համար պետք չէ տականքներին ոչնչացնել դա իմաստ չկա պետք չէ նման մտածել իրանք պիտի իրանց տեղը զբաղեցնեն բայց եթե մենք չզբաղենք շրջանակը ձևավորենք հայկական տունը 21 դարում 7000-ամյակում իմ կարծիքով մի քիչ կայուն ժամանակներ ունակ ամեն ինչ կիրան տեղը կզբաղեցնեն Հայաստանը դա կարող է անել միայնակ որովհետեւ տեսեք այդ քաղաքական դիսկուրսի մեջ էլ կա ասում են եթե մենք ուզում ենք լինենք այսպիսին մեզ պետք է այսպիսի դաշնակից հիմա անուններ չտամ այսպիսի դաշնակից այնպիսի դաշնակից իրենք որ գան մեր անվտանգությունը ապահովեն երաշխավորեն որ մեկ այդ ընթացքում այդ երաշխիքի շրջանակում մենք կարողանանք լուծել այս խնդիրները հետո արդեն զբաղվենք մեր ճուզողների հարցերով չէ կատեգորիկ համաձայն չեմ նման process-ները սկսում է քո մեջ սկսում է քո սրտում, քո կամքի մեջ, դու պիտի այդ որոշումը ընդունես, որ դու սկսում ես նման աշխատանք։ Երբ սկսես այդ նման աշխատանք եւ հայտարարես աշխարհին, որ այսպես է, ես նորից վերահիշում եմ ով է հայը եւ սկսում եմ վերականգնել իմ հզորությունը, հնարավորությունները, այդ ժամանակ դու անպայման կգտնես դաշնակիցներ։ Որտեղ դաշնակիցը նայում է ում հետ է դաշնակցելու, այս թույլին քանդվածին, մուրոցողին, որը ձերքը մկնել է, նմանին ոչ մեկը չի գտնում, բայց եթե տեսնեն որ հայը վերահիշել է ինքը ով է, ինչ մշակույթի տեր է ինքը, ինչի հսկաների վրա է կանգնած, նման հային հետ, նման Հայաստանին հետ, դու հաստատ կարող ես գտնել դաշնակիցներ առնվազն Հնդկաստանը, Եվրոպա, Միացյալ Նահանգները, Չինաստանի հետ մի քիչ խնդիրներ կլինեն, որտեղ ես 30 տարվա ընթացքում մենք քանդել ենք լավ հարաբերությունները, բայց Հնդկաստանը, Չինաստանի հետ էլ կարող եք վերականգնել։ Վերջի իրենք են քաղաքակրթություն։ Ինքն են քաղաքակրթություն, եթե բարձրանանք, նորից վերաշենք քաղաքակրթական հասպարեզը, իմ կարծիքով առնվազն 5-6 բարեկամային քաղաքակրթություններ, ում հետ դու կարող ես ունենալ լավ հարաբերություններ, մենք դա կարող ենք կառուցել իմ կարծիքով։ Կլինեն իհարկե ուրիշները, կլինեն նեյտրալ, կլինեն քո թշնամիները, դա բնական է, բայց մենք ունենանք դաշնակիցներ, բայց այդ դաշնակիցը կարող է ունենալ միայն այն Հայաստանը, այն հայը, որը պատրաստ է հզորանալ, որը պատրաստ է կերտել իր տունը մինակ, առաջի քարերը վերցրու դրիր, թող տեսնեն, որ դու սկսել ես նման աշխատանք։ Մինստի սպասի, որ մեկը կգա քեզ համար տուն կկառուցի, քեզ համար երկիր կառուցի, նման սպասումները դա ներեցեք չեմ ուզում խոսքեր գտնել, անընդունելի է։ Նույն Apple-ի մեր պատմությունը, Սանասարն ու Բաղդասարը ինչ արեցին, երկուսը որոշեցին ու սարքեցին։ Սարքեցին։ Եվ կա Սասունցի Դավիթի երկնակ էպոսը, կա Սասունցի Դավիթի ճանապարհ եւ կա Ցրան Վերգոյի ճանապարհը։ Ուղղակի պետք է ընտրել, որ ճանապարհով ես դու ուզում շարունակել քո ճանապարհը։
Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Բրաչա Արզումանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։